Ինչ վերաբերում է մեր ռազմագերիներին, նրանց վիճակը կատաստրոֆա է։ Ես նորից եմ կրկնում, մենք շատ քիչ ժամանակ ունենք։ Մենք պիտի միջազգային բոլոր կառույցների կոկորդները բռնենք, խեղդենք, ասելով, որ մենք պիտի հասցնենք միջև այդ դատավճիռը, որից հետո շատ ավելի դժվար է լինելու այդ մարդկանց մասին որևէ տեղեկատվություն անգամ ստանալը, նրանց օգնել միջազգային կառույցների միջոցով։ Իսկապես մենք պիտի անենք այս պահին անհնարինը։ Նախորդին զրուցել եմ լիբանանահայ Վիգեն Էուջեկչյանի որդու հետ, ասում է, որ իմ հորը խոշտանգում են։ Լիբանանի Կարմիր խաչը արդեն 30 քանի օր է չի կարողանում կապ հաստատել։ Տեղեկատվություն կա, որ Վիգենի ձեռքերին եղել են խաչեր, հայ առաքելական եկեղեցու խաչերի դաջվածքներ են եղել, ադրբեջանցիները ամբողջը այրել են, ամբողջը խոշտանգել են Վիգենի ձեռքերը։ Այդ մարդը մեռնելու է։ Այս պահին տեղեկատվություն չկա, նա 20 օր հայտարարած հացադուլը դադարեցրել է, թե ոչ, չենք կարողանում որևէ տեղեկատվություն ստանալ։ Նույնը մեր մյուս ռազմագերիների վերաբերյալ, եւ մենք տեսնում ենք այս ֆոնին Նիկոլ Փաշինյանի ցինիկ պատասխանը, որ խաղաղության պայմանագրում մենք ռազմագերիների հարց չենք ներառել, որpիսի այդ հարցին շատ ավելի չվնասենք։ Բա ինչ ես անում դու ռազմագերիների վերադարձի համար։ Նույն Ալիևներ, չէ, Ռուսաստանի ղեկավարությանը ասել, որ Հայաստան կոնկրետ Հայաստանի իշխանությունը մեր առջև նման հարց չի ձևակերպել ռազմագերիների վերադարձի եւ ընդհանրապես ռազմագերիների հետ կապված։